Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանին։ Բարև ձեզ, Տիկին Ներսիսյան, շնորհակալ եմ հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար եւ թույլ տվեք մեր զրույցը սկսել այս օրերի ամենացավոտ թեմայի մասին։ Մի քանի օր է պետական մակարդակով, պետական այրերի կողմից իդեմս վարչապետ Փաշինյանի թիրախավորվում է մայր եկեղեցին։ Բանը նույնիսկ հասել է հայհոյախառն գրառումներով թիրախավորման։ Տիկին Ներսիսյան, սա ինչ բացատրություն ունի եւ որքանով է տեղավորվում բարոյական նորմերի սահմաններում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նրա հարձակումը այս բացառիկ թշնամու հարձակումը միայն այսօր չի, նա երբ եկավ 18 թվականին, նա նաև առաջին հերթին հարձակում գործեց հայոց եկեղեցու վրա, որովհետև հայ եկեղեցին դա հզոր կառույց է, ազգապահպան կառույց է, հայ եկեղեցին ընդունված է աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիների կողմից դարավոր պատմություն ունի եւ մշտապես երբ մենք չենք ունեցել պետականություն հայոց եկեղեցին ժողովրդի համար եղել է որպես պետականության այսպես պահպանություն ժողովրդին իր շուրջը հավաքելու ուրեմն մի կառույց այնպես որ սա միտումնավոր է հարձակվում հայ եկեղեցու վրա, որտեղ մենք այսօր մեր պետության մեջ գրեթե որևէ պետական կառույց չի մնացել, միակը որ կա եկեղեցին է, որից ինքը սարսափում է, քանի որ եկեղեցին շատ հզոր է, մեր եկեղեցին շատ հզոր է եւ նրա ձայնը լսելի է տարբեր միջազգային ատյաններում, այդ պատճառով էլ նա այդպես հիստերիայի մեջ է ընկել, ուղղակի հիստերիկ շարժումներ է անում, ջղաձգված շարժումներ է անում եւ անվերջանալի խոսում է։ Իհարկե դա գիտեք մենք արդեն չենք զարմանում, որտեվ 7 տարի է մեր ժողովուրդը ցնցումների մեջ է, մենք ամեն առավոտ արթնանում ենք եւ մտածում ենք թե ինչ տհաս, տգետ, ազգադավ նախադասություններ պետք է ասի, որտեղ միտք չի կարելի օգտագործել այս բaragայում, որտեղ միտքը ունի բովանդակություն, իսկ այս անձը ուղղակի նախադասություններ է ասում եւ անիմաստ անբովանդակ այդ թվում այս վերջին ուրեմն ընթացքում շատ ինտենսիվ դարձավ նրա հարձակումը հայ եկեղեցու վրա, ինչու, որովհետև նա շատ սինխրոն աշխատում է Ալիևի հետ եւ այսօր հասկանալի է, որ նրա պատվերը դարձյալ Ադրբեջանից է գալիս եւ ինչպես է կոչվում է Փաշիզադեն, նա ամբոստացել էր հայ եկեղեցու նկատմամբ, որտեղ նրանք են այդ վտանգը զգում հայոց եկեղեցուց։ Այդ պատճառով սա ի պատասխան նրանց, դեսա նրանց վասալն է բնականաբար, ի պատասխան նրանց եւ նրանց պահանջի հարձակում է գործում հայ եկեղեցու վրա, բայց դա գիտեք, դա անամոթության գագաթնակետն է։ Հիմա մեզ համար նոր բան չի նրա անամոթությունը։ 7 տարի է նա կործանեց մեր երկիրը, ուղղակի ավիրեց երկիրը եւ դա այդ անձի կողմից բոլոր գիտակից մարդիկ հասկանում էին 18 թվականի որ սա գալիս է երկիրը ավիրելու։ Դուք հավանաբար կհիշեք, երբ ինքը եկավ արդեն հաստատվեց դրա մյուս օրը Ամերիկայի կարծեմ պետականության ազգային անվտանգության ուրեմն նախագահն էր թե քարտուղարներ Բոլթոնը եկավ եւ ասեց հանձնարարական տվեց, ասեց դե արդեն պետք է հողերը հանձնես։ Սա արդեն բացահայտ էր, որ նա ինչ նպատակով է եկել եւ նա 7 տարի շատ այսպես սիստեմատիկաբար հասկանալով, գիտակցելով քանդեց եւ ավիրեց մեր կայացած երկիրը։ Այնպես որ մենք չենք զարմանում, նա արդեն ինչ էլ անում է, չենք զարմանում, որովհետև սա մեկն է մի բացառիկ թշնամի է, որ նպատակ ունի Հայաստանը ոչնչացնելու։ Եվ բնականաբար այդ թվում նաև եկեղեցին իրեն համար բացառություն չի կարող լինել, առավել եւս երբ եկեղեցու նկատմամբ նաև իր այսպես պահանջը եկեղեցուն չեզոքացնել տվել է նրան Ադրբեջանը։ Այնպես որ այսօր մենք այս պատուհասից որևէ այլ բանի չենք սպասում։
Մեծ հաշվով եկեղեցու դեմ պայքարը նաև ազգային ինքնության եւ արժեքների դեմ պայքար է Տիկին Ներսիսյան։ Իհարկե, դե 7 տարին է բոլոր ազգային արժեքների դեմ պայքարեց, հիշում եք սկզբում եկեղեցին, հետո լեզվին, հետո այն ինչ որ ազգային է նրա համար ուղղակի գոյություն չունի, նա շատ ինտենսիվ եւ առանց ամոթի ստորաբար վերացնում են բոլոր ազգային արժեքները։ Դե ոչինչ չթողեց մեր ճկնաղ Արցախը հանձնեց, Եռաբլուրը տասնապատիկ դարձավ, եթե շարքը այս կատարած ավերածությունների շարադրենք, դա ուղղակի անվերջանալի է, ամենօրյա ռեժիմով մենք ցնցումների մեջ ենք, այսինքն բոլոր ազգային մտածելակերպ ունեցող հայերը իրոք ամեն օր վախի մեջ ապրում ենք, թե ինչ պետք է նորից ասի եւ անի։ Եվ որովհետև նա 7 տարի չտեսավ այն դիմադրությունը, որից ինքը կաշկանդվեր։ Ճիշտ է, իհարկե դիմադրություն կա, մարդիկ խոսում են, ներկայացնում են, բայց ցավալիորեն դա արդեն 7-րդ տարին է տևում է այս ավերման process-ը։ Տիկին Ներսիսյան, երեք նաև տեսանք, թե ինչպես էր Փաշինյանը այսպես ջերմագին եւ խանդավառված շնորհավորում ադրբեջանցիներին Նովրուզ Բայրամի տոնի արդիվ, նույնիսկ այսպես խաղաղության սպասելիքներով, սա սպասելի էր։ Իհարկե, հակադրվում է, ինչու չսպասելի չէր, եթե նա Էրդողանի գիրկը այդպես փաթաթվել եւ գրկել էր Էրդողանի գիրքը նկարով, ամեն ինչ սրանից սպասելի է, սրանից հնարավոր չի այն ինչ որ ավիրում է երկիրը, այդ բոլորը սրանից կարելի է սպասել։ Տիկին Ներսիսյան, նաև կարծիք կա, որ եկեղեցու դեմ արշավը նաև եկեղեցու ինքնավար համակարգին միջամտելու փորձ է, որ արվում է Փաշինյանի կողմից։ Իհարկե սա հակասահմանադրական է, որովհետև ըստ սահմանադրության պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու ինքնավարման համակարգին, որովհետև մեծ հաշվով կաթողիկոս ընտրում է եկեղեցու ազգային եկեղեցական խորհուրդը, այս դեպքում, այս հակասահմանադրական քայլը, այն էլ վարչապետի մակարդակով, ինչ բնութագիր կարելի է սրան տալ Տիկին Ներսիսյան։ Հերմինե ջան, նա նոր չի, որ սահմանադրական բոլոր կարգերը խախտում է, առաջին դեպքը չի, եւ բնականաբար սա է նորից այդ խախտումների մեջ է մտնում սահմանադրական ուրեմն օրենքների, այնպես որ սրանից ինչ որ մի բան սпасել եւ եթե վատ է անում զարմանանք, չենք զարմանում արդեն սա ամեն ինչի ունակ է եւ ինձ թվում է ես ասեմ որ որքան էլ ես այսպես անընդհատ մտաբերել եմ մեր դարերի պատմությունը, ես հասկացել եմ որ մենք այսպիսի թշնամի չենք ունեցել, հայազգ այսպիսի թշնամի չի ունեցել։ Ներքին թշնամի։ Համե։ Ներքին թշնամի։ Ներքին թշնամի, իհարկե, դա ամենասարսափելին է։ Դրսինը դե գիտես, դրսի թշնամի է, բայց ես երբ ներսում է, սա արդեն բոլորովին այլ բան է, սա ներսից քանդում է ամբողջ երկիրը, բոլոր կառույցները, մեր ճկնաղ բանակը քանդեց, մեր արդեն էլ որևէ տեղ Գետ չի թողել, որ չքանդի եւ շարունակում է այսպես եւ արհամարելով ժողովրդին, գիտեք, նա հասկանում է, որ ինքը արհամարում են ժողովրդի բոլոր ցանկություններին, բոլոր այսպես վիրավորանքներին, բայց նա շարունակում է այսպես ստորաբար քանդել մեր երկիրը, բոլոր կառույցները, բնականաբար այդ թվում նաեւ եկեղեցին, որովհետեւ վերջերս չէ, որ մեր վեհապարը բարձրացրել էր գերիների հարցը Արցախցիների հարցը դե դա զայրացրեց եւ Ադրբեջանին եւ այս պատուհասին բնականաբար շատ սպասելի էր եւ հենց դրանից հետո սկսվեց այս թիրախավորվել եւ վեհապարը եւ մայր եկեղեցին Տիկին Ներսիսյան։ Այո, ինքը ավելի ակտիվացավ այդ հարցում, որովհետեւ բնականաբար նրան հրահանգ էին տվել, որ ինչու է վեհապարը ուրեմն հարց բարձրացնում արցախցիների, գերիների եւ այլն, դրա համար էլ նա անմիջապես կատարեց իր տերերի պահանջը։
Իսկ Տիկին Ներսիսյան, այ կարմիր գծերը հատելու Փաշինյանի այս շարժը ինչպես կարելի է կասեցնել, ինչ ելք եք տեսնում։ Կարմիր գծեր չունի, ինչ կարմիր գծերի մասին ենք խոսում, երբ 7 տարին ավիրեց անօրինական բոլոր սահմանները հատեց, բոլոր ինչ կարմիր գիծ, ինչի մասին ենք խոսում, նրանից ինչ որ կարմիր գիծ ենք պահանջում, ոչ, նա բացարձակ թշնամի է մեր երկրում։ Ընդամենը 2 օր առաջ Փաշինյանը Տիկին Ներսիսյան խորհրդարանում հպարտանում էր, թե մենք ինքնիշխան ենք, մեր սահմաններն այլևս ռուս սահմանապահները չեն հսկում, եւ այդ հպարտ խոսքից ընդամենը 1 օր հետո ականատես եղանք, թե ինչպես Հայաստանի Հանրապետության անչափահաս 2 քաղաքացի մոլորվելով հենց սահմանագոտում անցել էին ադրբեջանական տարածք, այստեղ ռուս սահմանապահների նաև գործունեությունը, նրանց ներուժը, նրանց ներդրումը նսեմացնելու փորձը կամ ընդհանրապես նաև ստանում է հայ-ռուսական հարաբերությունների խարխլման, դեպի նոր չէ որ խարխլեց բոլոր հարաբերությունները եւ առավել եւս Ռուսաստանի հետ։ Ինչպես կմեկնաբանեք դա խորհրդարանում նրա այս հպարտ խոսքերը, թե այ տեսեք մենք ինքնիշխան ենք, այլևս մեր սահմանները ռուս սահմանապահները չեն հսկում, բայց այնինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մոլորում են սահմանում, անցնում ադրբեջանական տարածք, երբեմն գերեվարվում, առևանգվում, մի տեսակ նաև սարսափելի է լսել երեխաները կարծեմ 17 տարեկան Այ անչափահաս զազրելի է մտածել թե այդ երեխաները ինչի կենթարկվեն առավոտյան ես այսօր իհարկե վերադարձրել է իհարկե 3 ադրբեջանական կողմը վերադարձրել է այո մեր երեխաներին բայց այստեղ խնդիրը այն է, որ դա դառնում է օրինաչափ Տիկին Ներսիսյան, այսինքն ռուս սահմանապահները ինչ լքել են Հայաստանի Հանրապետության սահմանները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գերեվարվելու, այո, այդ փորձերը դարձել են հաճախակի Դե բնականաբար իհարկե ռուս սահմանապահները որոշակի չափով իհարկե այդ անվտանգությունը պահպանում էին, բայց դե նա նպատակ ունի երկիրը լրիվ քանդելու, վերացնելու Հայաստանը, դրա համար նա ամեն ինչ արեց, որ ռուս սահմանապահները այդտեղից Հայաստանի տարածքներից, սահմաններից հեռանան, սա ամեն ինչը մտածված է արվում, այդպես միամիտ չի անում, նա մտածված անում է, որպեսզի մենք մեր անվտանգությունը բացարձակ զրոյացնի եւ այդպես էլ այսօր մենք անվտանգություն չունենք, այնպես որ թուրքը կարող է մտնել եւ առևանգել, որ պահին կուզենա եւ որևէ այսպես կաշկանդվածություն չունի, որովհետեւ մեր երկիրը անտեր լինելուց բացի թշնամին է նստած մեր երկրում, թուրքի ներկայացիչն է նստած, ել մենք ինչի մասին ենք, ինչ սպասում կարող ենք ունենալ այս իրավիճակում։ Տիկին Ներսիսյան, 2 օր առաջ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը մի այսպիսի միտք էր արտահայտել, թե էսկալացիա ամեն րոպե հնարավոր է, այսինքն պատերազմի վտանգ ամեն րոպե Հայաստանի Հանրապետությունը պատերազմի վտանգի առջև կարող է կանգնել, քանի դեռ խաղաղության փաստաթուղթը, այսպես ասած, ստորագրված չէ եւ քանի դեռ Ադրբեջանի հետ, այսպես ասած, Հայաստանը ձեռք սեղմում չի արել խաղաղության տեսանկյունից։ Դե այդ իրենց պատկերացրած խաղաղությունից ինչ կարելի է սպասել։ Իրենց պատկերացրած խաղաղությունը ընդհանրապես խաբեություն է։ Դա անվերջ այսպես ժողովրդին լսելի են դարձնում, որ ժողովուրդը կարծի, որ այո, սրանք խաղաղություն են բերելու, բայց դա սուտ այսպես միտք է, որ տարածում են ժողովրդի մեջ եւ ոչ մի խաղաղություն, ինչ խաղաղության մասին ենք խոսում, եթե նա անվերջ ավիրում է, անվերջ մեր սահմանների վրա կրակում է, անվերջ մենք զոհեր ենք ունենում, անվերջ մեր հողատարածքներն են մտնում, ինչ խաղաղության մասին է, սա ուղղակի այսպես միտք է, որ անվերջ սպասողական վիճակի մեջ են դրել ժողովրդին, որ սպասեք խաղաղության պայմանագիրը ինչ պայմանագիր, նրա հետով պետք է պայմանագիր կնքի։ Այս պահին Ադրբեջանը չէր պատրաստում կնքել, որտեղ նա մտածում է, քանի սա դեռ կա այստեղ, ուրեմն կարելի է անընդհատ պահանջներ ներկայացնել, կորզել այս կամ այն հատվածը երկրի կամ տանջել է ժողովրդին, այնպես որ խաղաղության մասին դա ֆիկտիվ միտք է, որ այսպես ամեն օր լսեցնել են տալիս ժողովրդին։ Խաբեության մի լավ տարբերակ է։
ուրիշ ոչինչ։ Նաև նկատենք Տիկին Ներսիսյան, փաստենք, որ ադրբեջանական զինուժը արդեն քանի տարի է օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից զգալի հատված, ինչը սակայն երբևէ թե բանակցությունների ժամանակ չեն բարձրաձայնում պետական այրերը Հայաստանի իշխանությունը երբևէ չեն բարձրաձայնում այն մասին, նույնիսկ երբ հարցնում են խորհրդարանում օրեր առաջ ընդդիմադիր падգամավորները երբ հարց բարձրաձայնեցին վերջապես Ադրբեջանը երբ է վերադարձնելու օկուպացրած տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից օկուպացրած տարածքները, որևէ պատասխան չի հնչում պետական մակարդակով, որևէ պատասխան չկա Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի կողմից։ Իսկ ինչու պետք է արտաքին գործերի նախարարը պատասխան տան։ Առնում են այն ինչ որ իրենց պետք է։ Սա միայն մեր ցանկությունն է, որ նրանք պատասխան տան, բայց նրանք չեն էլ պատրաստվում պատասխան տալ։ Նրանք զբաղված են միայն անվերջանալի, այսպես խաբեբայություններով, ստորաբար խաբելով ժողովրդին։ Ինչ պիտի սպասենք։ Մենք սպասելիք չունենք այս վայ իշխանությունից։ Սփյուռքը ջլատելու ճանապարհով են գնում Տիկին Ներսիսյան։ Այո, որտեղ Սփյուռքը մեզ համար ինչի կարող ենք բախվել։ Սփյուռքը մեզ համար իրոք գիտեք մեծ թիկունք էր Հայաստանի համար։ Իրական, որտեղ ես աշխատանքի եւ համերգների բերումով շատ եմ եղել տարբեր ուրեմն մեր սփյուռքահերի շատ եմ առնչվել եւ իսկապես հզոր Սփյուռք ունեինք, իրոք հզոր Սփյուռք ունեինք եւ շատ հայրենասեր։ Եվ սա բերեց են ու մեկին բերեց է ազգանունը չեմ հիշում։ Մտածված բոլորը արեցին այնպես, որ Սփյուռքի հետ էլ մեր կապը այսպես թուլանա, Սփյուռքն էլ, բայց գիտեք, Սփյուռքը դա այն կառույցն է, այնտեղ հայրենասեր մարդիկ են, նրանք տեսնում են, թե սա ինչ է կատարում, այնպես որ ես չեմ կարծում, որ սրան հաջողվի Սփյուռքի հետ մեր կապը, Հայաստանի եւ Սփյուռքի կապը խզել, որովհետեւ հայրենասեր Սփյուռք ունենք եւ սա այդ ունակությունը չի կարող ունենալ, որ Սփյուռքի հետ հարաբերությունները ճիշտ է որոշ փոփոխություններ եղան, իհարկե ոչ դրական, բայց բոլոր դեպքերում Սփյուռքը մնում է Սփյուռք եւ նրանք միշտ էլ պատրաստական են հայրենիքին օգնելու։ Ես այդ կարծիքին եմ, այնպես որ սա թող իզուր երազանքների գիրկը չընկնի, Սփյուռքը կա եւ կլինի եւ Հայաստանին կօգնի, հայրենիքին կօգնի։ Դա իմ կարծիքն է, իհարկե, անձնական կարծիքն է։ Հանրային տարբեր շերտերի հետ է ձեր շփումը Տիկին Ներսիսյան, ինչ կարծիքի եք հանրությանը, գիտակցությունը ինչպես կարելի է արթնացնել, երբեմն ասում են, երբ որ հարցումներ են անցկացնում, ժողովուրդն ասում է, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, այս գիտակցությունը, որպեսզի հանրությանը հասցնել այն աստիճանի գիտակցական այն մակարդակի, որպեսզի հասկանան պետություն են կորցնում, որպեսզի հասկանան սահմանի կանգնած թուրքը վաղը մյուս օրը հասնելու է Երևանի կենտրոն, այս գիտակցությունը ժողովրդի ինչպես կարելի է բարձրացնել եւ հասցնել այդ աստիճանի։ Դե խնդիրը նա է, որ դա մեզ համար շատ ցավոտ է։ Ինչ է նշանակում քաղաքականությամբ չենք զբաղվում։ Այստեղ քաղաքականությամբ զբաղվելու կամ չզբաղվելու խնդիր չէ, այստեղ հայրենիքի պաշտպանության, հայրենիքը փրկելու խնդիր է, եւ դա յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է։ Եթե մարդը իրեն հայ է զգում, ուրեմն նա պետք է պատրաստ լինի հայրենիքը փրկելու, հայրենիքը այսօր այնպեսի ավերված վիճակում է, որ յուրաքանչյուրիս պարտքն է հայրենիքը փրկելու, ոչ թե քաղաքականությամբ ենք զբաղվելու, ես էլ քաղաքագետ չեմ, եւ շատերը քաղաքագետ չեն, բայց ամեն մեկս մեր կողմից ինչ որ ձևով մեր տպավորություն ենք ասում, մեր կարծիքը, մեր ցավն ենք արտահայտում, դա քաղաքականությամբ զբաղվելու խնդիր չի, դա հայրենիքը պաշտպանելու, փրկելու խնդիր է։ Ես կարծում եմ, որ ամեն մի գիտակից հայ, ով իր հոգու այսպես խորքում կրում է հայրենիքի ուրեմն զգացողությունը, պետք է իր ուրեմն մասնակցությունը բերի հայրենիքի փրկության գործում։ Եվ ինչպես կարելի է հասնել փրկության այդ գործին։ Այ ամենադժվար հարցն եք տալիս Հերմինե ջան։ Գիտեք, մեթոդները տարբեր են։ Եվ կարծում եմ, որ պետք է
ժողովրդի միասնությունը եւ ժողովրդի ոտքի կանգնելը։ Այ ինչպես 18 թվականին բոլորը միասին շատ միահամուռ վեր կացան եւ բերեցին այս պատուհասին, հիմա էլ հասկանալով, որ սխալ են կատարել, իհարկե ոչ բոլորը բնականաբար, եւ վեր կենան եւ փրկեն Հայաստան աշխարհը, մեր հայրենիքը։ Այս իշխանությունը վերարտադրման ու սպասելիքներ ունի, Տիկին Ներսիսյան, ինչ է կարծում, ժողովրդի հետ ձեր շփումները ինչ են ցույց տալի, արդյոք իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն ունի, եթե այ օրինակ 2026 թվականի ընտրություններին գնանք։ Սա այնպեսի մի չգիտեմ ինչ անվանեմ այս իշխանությանը, այս ազգադավ պատուհասի գլխավորությամբ, որ ամեն ինչի կգնան իրենց եւ իրենց ռեսուրսը կօգտագործեն, իրենց ուրեմն վարչական ռեսուրսը կօգտագործեն։ Եվ նույնիսկ ես մտածում եմ, որ եթե դիմությունը հաղթի, սա կարող է նորից կարմիր բերետավորներին կամ չգիտեմ ում հանի եւ ասի, որ չեմ հեռանում։ Ես չգիտեմ, այդ դա ինձ համար մի ահավոր բան է։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, բայց ամեն գնով պետք է հասնենք, որ երկիրը փրկենք։ Միայն միասնությամբ, ասում ընդդիմադիր դաշտը պետք է միանա, ուրիշ կերպ չի կարող լինել, եւ միասնությամբ։ Ցավով պիտի ասեմ, որ կան դեռ մարդիկ, որոնք գուցե իրենց շրջապատի մարդիկ են, իրենց շրջապատում աշխատում են, կամ նրանց բարեկամները, կամ նրանց ծնողները, կամ երեխաները, ես չգիտեմ, հետո չմոռանանք, որ մենք շատ մեծ քանակությամբ աղանդավորներ ունենք, այդ աղանդավորների համար միևնույն է հայրենիք։ Դա ամենամեծ խնդիրն է, ամենամեծ խնդիրն է դա։ Եվ կարծում եմ, որ ինքը իր այդ զուգընկերոջ հետ են աղանդավոր եղել, եթե չեմ սխալվում, միգուցե սխալվում եմ, բայց ինչպես իրենց մոտ է ընդունված, օդից կախված լուրերով նրանք այդ կյանքի խոսք աղանդից են։ Այնպես որ դա ամենամեծ վտանգն է իհարկե։ Բայց այդ խավի արդեն տրամաբանությունը գոյություն չունի, ովքեր որ աղանդների մեջ են, նրանք արդեն չեն էլ գիտակցում, ոչ հայրենիք նրանց համար գոյություն ունի, ոչ մի ազգային ուրեմն զգացողություններ նրանք չունեն, նրանք զուրկ են, նրանք միայն մեխանիկորեն իրենց ինչ որ թելադրվում է, դե գումարով իհարկե նրանք այնտեղ նյութական այսպես ակնկալիքներ ունեն, ովքեր լցված են այդ աղանդների մեջ, այնպես որ դա իհարկե մեծ վտանգ է, բայց պետք է այնպես անել, պրոպագանդան պետք է մի քիչ ավելի ուժեղանա, որ բոլորը հասկանա, որտեղ կան մարդիկ էլ միամիտ ձևով դեռ չեն հասկանում, թե ուր են գնում եւ ինչի են տանում եւ իրենց երեխաներին։ Երևի թե պրոպագանդան պետք է ուժեղանա եւ միասնություն է պետք։ Միայն միասնության պարագայում, որ ամբողջ ազգը հասկանալով գոնե մեծ մասը ոտքի կանգնի։ Տիկին Ներսիսյան, ոտքի կանգնելու մասին եք նշում, սակայն պետականությունը կորցնելու եւ ազգային գոյությունը պահպանելու այս շատ բարդ իրավիճակում լուռ է մտավորականությունը, հատկապես մշակութային գործիչներ, այս կարելի պատկերավոր ասած հանցավոր լռությունը ինչ բացատրություն ունի։ Անկեղծ ասած չգիտեմ ինչ բացատրություն ունի։ Մտավորականները եւ մշակույթի գործիչները ինչ են լռում։ Մենք գիտենք, որ նրանցից շատերը ժամանակին այս պատուհասին ձայն են տվել, կողմնակից են եղել, հավանաբար նրանք էլ են այդ սորոսական գումարներից օգտվել, ես չեմ կարող այդպես ստույգ ասել, բայց շատերն են եղել, մենք ճանաչում ենք այդ մտավորականներին եւ ցավով ասում եմ նաեւ արվեստի գործիչներին, ովքեր որ նրան ձայն են տվել եւ համամիտ են եղել այս պատուհասի այսպես գալու հետ այդ դժվարանում եմ ասել, ճիշտ ասած, թե ինչու են այդպես։ Միգուցե անհանգստանում են, որ հանկարծ իրենց աշխատանքը ինչ որ չվնասվի կամ իրենց գործունեությունը չվնասվի։ Միգուցե այդ վտանգի մասին են մտածում, բայց դե
երբ այստեղ դրված է հայրենիքի լինել չլինելու հարցը, այստեղ արդեն ոչ մի աշխատանք, ոչ մի գործունեություն չի կարող դրվել հայրենիքի անվտանգության կողքին, ուրեմն բոլորս պետք է միասնական ոտքի կանգնենք, կլինի արվեստագետ, կլինի, չգիտեմ, մտավորական, բոլորս պետք է ոտքի կանգնենք, որտեվ օրինակ ես հանդիպեցի մեկ անգամ չէ բնականաբար ամեն առիթը բաց չեմ թողնում ասելու, բացատրելու, խոսելու եւ ես զարմացա, որ փայլուն մասնագետ չեմ ուզում բարձրացնել, փայլուն մասնագետ ասեց, որ վաղուց 90 թվականին Արցախը հանձնել են։ Գիտեք, զարմացա, միթե կարելի է անգիտակից նախադասություն ասել, ուղղակի անգիտակից։ Ոչ թե որ նա ասենք հայրենասեր չի, ոչ թե որ գրագետ չի, այլ պարզապես այնքան են այս 30 տարիների ընթացքում ժողովրդի ուղեղի այսպես ազդել, այնքան են լցրել, որ արդեն մարդիկ բանի process-ում են, էլի ինքնաբերաբար կրկնում են։ Ինքնաբերաբար կրկնում են, այո, ինքնաբերաբար կրկնում են, եւ դա շատ նկատելի է մեր ժողովրդի մեջ։ Գիտեք ինչն է, մեկը մի բառ ասում է, մեկը մի միտք ասում է, միտք չէ, ես երբեք միտք չեմ ասում այդ տեգետ մտքի նախադասություններին, մյուսը կրկնում է, այն մյուսն էլ ավելի մի քանի տասնապատիկ ավելի դնում է, ծաղկացնում է, նորից կրկնում է, եւ այդպես տարածվեց 30 տարի աշխատեցին մեր ժողովրդի տրամաբանության վրա եւ մեզ այսօրին հասցրեց ցավով եմ ասում, բայց չարախոսությունը, անգիտակից չարախոսությունը։ Չգիտեմ, ասում են գիտակցվեց, թե անգիտակից չէ, երբ ասում ենք Տեր Աստված ներիր մեր մեղքերը գիտակցված, թե անգիտակից, հիմա մեր ժողովրդը գիտակցելով է ասել, թե չգիտակցելով դա չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ, որ չեն գիտակցել, երբ որ իրենց ամեն մի ասած բառ, ամեն մի արտահայտությունը կարող է վնասել մեր երկրին եւ վնասեցին 18 թվականին եւ վնասեցին, այնպես որ որևէ մեկը չմտածի ինչու եկավ, ոնց եկավ, ժողովուրդը ինքը բերեց, որովհետեւ ինքը պետք է ավելի շրջահայաց լիներ, նայր նրա անցած կենսագրությանը, նրա արած արտահայտություններին, նրա անգրագիտությանը եւ չբերեին սրան, բայց բերեց ցավով ժողովուրդը։ Եվ հիմա էլ ինքը դա դարձրել է դրոշակ, որ ժողովուրդներ են ընտրել, բայց վերջապես ժողովուրդը այսօր մեծ մասը նրան ուղղակի ատում են։ Եվ նա շարունակում է ասել, որ ինքը լեգիտիմ է եւ ժողովուրդը ընդունված է, ոչ, այդպես չի, ժողովրդի մեծ մասը արդեն հասկանում է, ցավով եմ ասում 7 տարի հետո, բայց հիմա մեծ մասը հասկանում է, որ սա եթե շարունակի մնալ երկրի գլուխ, ուրեմն մենք երկիրը վերջնականապես կկորցնենք Արցախի նման։ Արցախը մեզ համար շատ մեծ ցավ է, ահա որ գիտեք ինձ թվում է ցավով մենք քնում ենք, արթնանում ենք այդ ցավով, ոչ մի վարքյան Արցախի կորուստը եւ եռաբլուրի մեր երեխաները անմեղ որ հրյական հրթիռների տակ մնացին, դա չի դուրս գալիս ոչ մի նորմալ հայի մտքից։ Երբ ժամանակին քարոզվում էր, որ Արցախը Հայաստանի Հանրապետության դարպաստ է, պաշտպանական դարպասն է, Տիկին Ներսիսյան, շատերը չէին գիտակցում, Հայաստանում բնակվող շատ քաղաքացիներ չէին գիտակցում Արցախի արժեքը։ Այսօր այդ վտանգը սպառնում է նաև Հայաստանին, սկսել են Հայաստանի սահմաններից, հասնելու են, այսպեսի ամեն դեպքում տեսակետներ կա, մինչև քաղաքամայր Երևան, այս դեպքում ձեր կոչը մեր ժողովրդին, որպես վաստակավոր արտիստ։ Ես 7 տարի է կարծեմ, թե դու էլ ականատես ես խոսում եմ, ասում եմ, խնդրում եմ, մի խոսքով։ Այո, Արցախը մեզ համար դարպաս էր եւ արցախցիները իրենց
այսպես հայրենասեր կերպարով, իրենց հերոսական կերպարով իրոք դարբազ էին հանդիսանում մեր ժողովրդի համար, մեր հայրենիքի համար, բայց ես շատ եմ ցավում, որ շատ-շատերը չհասկացան, շատ-շատերը չհասկացան, որ մենք երկու պետություն ունեինք կայացած, շատ-շատերը չհասկացան, որ մենք արժանապատիվ ապրում էինք, մենք այսպես պատիվ ունեինք աշխարհի առջև, որովհետև մենք այդ պահին, այդ 30 տարիների ընթացքում մենք հաղթանակած ժողովուրդ էինք, իսկ հիմա մենք ահավոր այսպես ցածրացած եւ կրացած վիճակում ենք, բայց դա մեզ հարիր չէ, մենք պետք է շատ արագ վերականգնենք մեր արժանապատվությունը, իսկ արժանապատվությունը մեր կվերականգնի այն պարագայում, երբ մենք կարողանանք այս ազգատավ իշխանությանը հեռացնել իրենց այդ աթոռներից, որ կարճել են եւ չեն ուզում թողնել։ Հասկանալի է, որ նրանք նաեւ ունեն վախի զգացողություն, որ վերջապես իրենք պատասխանատու են իրենց կատարած ավերածությունների համար։ Իրենք պատասխանատու են Արցախը տալու, պատասխանատու են Եռաբլուրը, Եռապատիկ դարձնելու եւ մնացած բոլոր, եթե թվարկենք, երևի մեկ ժամ կանցնի, միայն եթե թվարկենք նրանց կատարած ուրեմն ոչրագործությունները, ուրիշ բաց չկա ասելու։ Այնպես որ մենք լրջորեն ազգովի պետք է մտահոգվենք այս վիճակի համար։ Ազգային արժանապատվությունը վերականգնելու ձեր այդ շատ կարևոր ասելիքով էլ թույլ տվեք ավարտենք մեր հարցազրույցը Տիկին Ներսիսյան, նաև եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ ընդունեցիք հարցազրույցի մեր հրավերը, իսկ մեր հետևողներին հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանի հետ։